Լավ, շարունակենք, երևի թե երաժշտությունից կռահեցիք, որ այս պայն խոհանոցում տեղի ունելու իսպանակ absolut բորբոքվելու են իսպանական կրքերը, այո, խնդրեմ, սաթենիկ։ Խնդրեմ։ Դոննա սաթենիկ։ Sombrero, ես ուզում եի գլխարկը դնել, բայց չգտա, բայց պատկերացրեք արդեն երաժշտական ներքո, ես այստեղ կանգնած եմ գլխարկով, պատկերացում ունենալը երևակայելը շատ ավելի հետաքրքիր է, քան իրականությունը։ Այ երբ որ գիրքը կարդում ես, այդ երևակայությունը աշխատում է, որովհետև ֆիլմ, գիրք երեխայից փորձում եմ այդ բացատրել, բայց որքանով է հասկանում, փորձում եմ հասկացնել։ Լավ, սկսեցինք։ Իդեպ երաժշտական ռեժիսորին, որ խոհանոցում կրքերը զարգանալու պես զարգանա եւ երաժշտական մոտիվները դառնան ավելի այսպես ջերմ, ինչպես խոհանոցի թավանը այս պահին։ Կարող ենք արդեն բարելով սկսել, ինչու ոչ։ Սկսենք, թե ոչ։ Գնամ հետ, որ լավ, գնացինք։ Տապակը տաքացել է, մեզ հարկավոր է այստեղ սաղմոն ձուկ, որ ես արդեն կարողացա պատարակաղով մանրացնել, քանի որ իրենք կտրատված 2 կտոր ձուկին 100 գրամ է, 2 կարտոֆիլ, 1 սոխ, կարծում եմ 2 պճեղ սխտոր կօգտագործեմ, 100 գրամ թթվասեր, 4 ձու, սամիտ, աղ, պղպեր եւ ձիթայուղ։ Եկեք անցնենք գործի։ Առաջինը կլցնենք ձիթայուղը, քանի որ տապակ արդեն տաքացված է։ Հետո կկտրատենք մեր 2 կարտոֆիլները հնարավորինս փոքրիկ, որպեսզի արագ իրենք տապակվեն։ Իսկ հետո ավելացնելու ենք վրան սոխը։ Հետո սխտորը, հետո կտրատելու ենք մեր, կոտրելու ենք 4 ձուն եւ ավելացնենք, թողնենք ամլետինի։ Հովհաննեսը մտել է իմ խոհանոց եւ այո, իմ խոհանոց։ Ինչ եք անում Հովհաննես։ Եվ զգում է իրեն հա ինչպես խոհանոցի տիրակալը։ Ինչ է հետևում կատարում։ Ես հաշվի առնելով, որ այսօր խոհանոցում այսպես կրկոտ խոհանոց է սպասում, որոշեցի նաև հրամցնել ձեզ շատ հետաքրքիր գինի, խնդրեմ Նեսո Առաքելի, եւ թե գինու առաքելությունը արդեն իսկ բարձ է ինչ է լինելու, եւ կարծում եմ այն շատ հետաքրքիր կլրդրացնի սեղանը եւ կընդգծի այն ուտեստը, որը դու այսօր պատրաստում ես։ Այո, Հովհաննես, համաձայն եմ։ Sombrero։ Իդեպ ասեմ, հաշվի առնելով, որ ես գինի սիրահար եմ, բավականին հաջող գինիներ են, սրանք ասեմ ձեզ, եւ առասարակ հայ գինու արտադրողները, գինեգործները հայ վերջի ժամանակահատվածում, վերջին տարիներին զարմացրեցին ոչ միայն հայերին, այլ ամբողջ աշխարհին ապացուցելով, որ Հայաստանը կարող է լինել նաև ճանաչված ոչ միայն կոնյակի, այլ նաև գինու շնորհիվ։ Չնայած եզակի կոնյակի նմուշ, հա սպիտակ կոնյակ, որը կա մեր տաղավարում, նույնպես զարմանք է առաջացել բազմաթիվ սպառողների մոտ։ Ես հովանես սիրում եմ մեր տաղավարի այս հատվածը, ավելի այսպես անմիջական, մտերիմ, կլոր սեղանի շուրջ։ Շատ լցրեցի սա ինձ։ Այնքան հաճելի է ասեկոսները մարդկանց, ովքեր դրսում մոտենում են, Հովհաննես, հավատացեք, դրսում մոտենում եւ ասում են անմիջականության մասին, ոչ միայն համացանցում են գրում իրենց կարծիքները։ Հա, բայց գիտես, չէ, շատ ժամանակ նաև համացանցում այդ անմիջականությունը որպես բացական երևույթ են։ Վերջերս մի գրառում կարդացա համացանցից, մեր հետևորդներից մեկը գրել էր. «Լավ, ընդունեցինք, որ շատ անմիջական եք, բայց չափազանց անմիջական եք»։ Այսինքն բացասական հատվածն էլ կա։ Դա իմ Դե մարդկանց երևի թե նյարդայնացնում է անմիջականությունը միգուցե։ Շնորհակալություն Հովհաննես։ Մի հետաքրքիր տեղեկատվություն։ Միաժամանակ, լավ։ Այո, շվեդ գիտնականները, հոգեբանները եկել են մի հետաքրքիր եզրակացման, որ երեխաներին շատ օգտակար է թույլատրել, ուղղակի նրանք խաղան սննդամթերքով, ուտելիքով, այսինքն եթե նկատել եք շատ ժամանակ երեխաները համ ինչ որ մի բան ուրեմն փորձելը, ճաշակելը սկսում են մատերով խաղալ։ Եվ պարզվում է, որ դա շատ դրական միտում է, պետք չի դա արգելել, որտեվ ապացուցվել է, որ հետագայում երեխաները ավելի շատ են սնվում, քանի որ այստեղ գործում է բնության օրենքը, եթե նկատել եք, օրինակ առյուծը երբ որ վրա է տալի մի որևէ կենդանու, հա, մինչ նրան հոշոտելը կամ սկսել է սնվել, ինչ ցավալի է հնչում, նրանով սկզբից խաղում է, սկզբանը խաղում է, այնուհետև նոր արդեն անցնում է ճաշակել։ Այսինքն մարդու մոտ էլ է դա բնազդային մակարդակի դրված։ Նման տեսարան գիշերը մեր տանն էր, երեխաս մածուն էր ուտում, ամբողջ մատերով մտել էր գլխով մածունի մեջ։ Ես թույլ եմ տալիս հասկանալով դա, ես էլ եմ ընթերցել այդ ինֆորմացիան։ Կարելի է նույնպես ճապոնացիներն են, չէ՞, մինչև 5 տարեկան երեխաներին չի կարելի չեն ասում։ Դե տենց ասում են, բայց չեմ կարծում, որ այդպես է իրականում։
Այ կարելի է գնալ տեսնել կամ կապնացվել ընկերությունների բանի հետ մասին հասկանալ խոսում եւ իմ նյութն էլ որ պատրաստել է ընթերցելու եւ ներկայացնելու կարծում եմ ինչ որտեղ կկապվի ձեր ներկայացրած տեղեկատվությանը սիրալիրությունը վերագրվում է մարդու բնավորությանը իսկ նրբանկատությունը հարգալից վերաբերմունքը շրջապատի նկատմամբ խոսում է նրա բարի ունակությունների եւ հարգալից այսպես ունակությունների մասին եւ այս ամենով էլ պայմանավորվում են էթիկայի եւ ճիշտ վարվեցողության կանոնները շրջապատում իհարկե դրանք ժամանակի հետ փոփոխման են ենթարկում սակայն որոշները հստակ են եւ երբեք չեն փոփոխվում այս կանոններից էթիկայի մի քանի կանոն այսպես ներկայացնեմ շատ կարճ փորձեմ 4 բան որոնց մասին չի կարելի խոսել աշխարհիկ հանդիպումների ժամանակ քաղաքականություն առողջություն կրոն գումար իրականում այս ամենի մասին էլ հենց մենք ամենաշատն ենք խոսում մեր առօրյայում մարդկանց հետ միասին, բայց կարծում եմ սա վերաբերում է ոչ մտերմիկ շփումներին, այլ իսկապես օրինակ գործնական կամ պարզապես ծանոթ միջավայրում եւ ոչ մտերմիկ։ Միջազգային ընդունված նորմի համաձայն առավելագույն թույլատրելի քանակը ամբողջ մարմին 13-ն է այդ թվում ոսկերչական կոճակները, այսինքն եթե ձեզ վրա կրում եք զարդեր, դրանք չպետք է անցնեն 13-ը, դա էթիկայի նորմերի մեջ է մտնում։ Գրասենյակում կամ որևէ մեկին այցելելիս երբեք մի չորացրեք անձրևանոցը բացած վիճակում, պարզապես այն կախեք այն վայրում, որտեղ դա նախատեսված է փակ վիճակում։ Պայուսակի փոխարեն պոլիէթիլենային տոպրակներ կամ բրենդային խանութների տոպրակներ մի բռնեք։ Չգիտեմ, սա էթիկայի կանոնների մասին է խոսում, թե պարզապես նրբաճաշակության, բայց գրանցվել է էթիկայի կանոնների մեջ։ Պայուսակը չի կարելի աթոռին դնել կամ սեղանին, եթե այն մեծ է։ Եթե իհարկե փոքրիկ կլաչ է կարելի է սեղանին դնել։ Եթե նախատեսված հատված կա, որ պայուսակը կարելի է դնել, որը մեր ռեստորաններում բացակայում է, դա հիմնականում եվրոպական երկրներում։ Եվ այդ առումով էթիկայի կանոնը կարգավորում է, եթե չկա համապատասխան տեղ պայուսակը դնելու, պարզապես դրեք գետնին ձեր կողքին, այլ ոչ այսպես անհարմար մի տեղ։ Տղամարդիկ չեն բռնում կանանց պայուսակները, խնդրում եմ սա նշենք, սա եւս էթիկայի կանոնների խախտում է, երբ տղամարդը բռնում է կանանցի պայուսակը կամ մենք ստիպում ենք նրանց որպեսզի բռնեն, չի կարելի այդպիսին բան անել։ Կանայք կարող են չհանել գլխարկն ու ձեռնոցները փակ վայրում, սա արտոնություն է կանանց համար, կարծում եմ։ Ռեստորանում վճարելու կարգը հետեւյալն է։ Վճարում է նա, ով ասում է ես հրավիրում եմ արտահայտությունը։ Եթե դուք արդեն թույլ եք տվել ձեզ այդ արտահայտությունը, նշանակում է վճարում մտել է այդ կուլտուրան։ Այո, քիչ-քիչ մտնում է ժամանակին անընդունելի էր բացարձակ, երբ կինը վճարում էր որևէ տեղ ռեստորանում։ Հիմա կա հա նման կինը վճարում է տղամարդու համար։ Կա նման երևույթ, երբ ընկերուհիների մեջ կա։ Ես համաձայն եմ եք հարցում, հիմա շատ բան իրականում հարաբերական է, թվում նաև կին եւ տղամարդ արտահայտությունը, որովհետև կան երկրներ, որտեղ արդեն բացվել են հասարակական տարածքներում, օբյեկտներում, ռեստորաններում եւ այլ բացվել են հետաքրքիր զուգարաններ, որտեղ նախկին ավանդական երկու ուրեմն պատկերի փոխարեն հա տղամարդ եւ կին հայտնվել է նաեւ երրորդը եւ շատ հետաքրքիր պատկեր է դա ուրեմն այս պարագայում ու տղամարդու եւ կնոջ կարծում եմ սիրուետները հա հիշում եք երրորդի տարբերակում, որը գտնվում է մեջտեղում։ Այսօր կիսով չափ դա տղամարդ է, իսկ երկրորդ կեսը արդեն այո, համապատասխան բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել։ Եթե դեռևս ձեզ հրավիրում է կինը եւ դուք հանդիսանում եք, այսպես ցույց տամ, հա, երևի այն տղամարդը, որը օգտվում է այդ զուգանից որպես երրորդ, հա, տարբերակով, կարելի է նաեւ, բայց ես ցավոք սրտին ու ցավոք չէ։ Ի ուրախություն ինձ ամեն դեպքում դեռևս պահպանողական եմ այդ հարցերում եւ չնայած չեմ համարում ինձ ոչ քաղաքավարի անձնավորություն, այնուամենայնիվ դեռևս Կովկասի ավանդույթներ ջաթագողների ցանկում եմ գտնվում եւ եթե անկախ ամենից ինձ կին հրավի ռեստորան, ապա հաշվի միանշանակ կփակեմ ես։
թե մենք չէ, բայց ես մի քիչ ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ եմ, չգիտեմ, մեզանից հետո հաջորդ սերունդը էլ ինչպիսի նոր էթիկայի նորմերի գրողը կլինի, բոլոր դեպքերում շարունակեմ վերելակի դեպքում միակ տեղն է ամենամեծ շատ սխալը որտեղ անում են։ Այո, վերելակը միակ դեպքն է, երբ առաջինը անցնում է տղամարդը, ոչ թե կնոջն է զիջում։ Բայց դուրս գալիս կինն է դուրս գալիս։ Այո, եւ դուրս է գալիս ոչ թե կինը, այլ նա ով մոտ է կանգնած դրանը, որպեսզի մշտոց եւ անհարմար իրավիճակ չստեղծվի։ Դա Հայաստանում իդեպ ամենաշատ սխալ թույլ տված իրավիճակն է, որտեղ մարդիկ սովոր են, այո, առաջինը կնոջը տեղ տալ։ Ավտոմեքենայում ամենահեղինակավոր տեղը համարվում է վարորդի հետևի նստատեղը, իսկ եւ ամենաանվտանգ։ Այո, այդ իսկ պատճառով կանայք այդ տեղն են մշտապես զբաղեցնում, դա նրանց համար է երևի նախատեսված։ Չգիտեմ, կինոթատրոններում, համերգասրահներում, եթե փորձում եք հասնել ձեր տեղին, մինչև ներկայացումը եւ համերգը սկսելը, այստեղ նշված չէ, բայց ես հիշում եմ այս մի կանոնը։ Մինչև համերգը սկսելը կարող եք մեջքով նստարանին անցնել, հասնել ձեր տեղը, բայց եթե արդեն սկսված է ներկայացումը կամ համերգը եւ դուք փորձում եք հասնել ձեր տեղին, պետք է դեմքով շարժվեք դեպի նստատեղը, դեպի մարդկանց, այլ ոչ թե մեջքով։ Այսքանն էր էթիկայի կանոնների վերաբերյալ իմ պատրաստած այսօրվա նյութը։ Խնդրեմ Սաթենի։ Անդրադառնանք մեր այսօրվա անմիջապես հա ձվի մեջ աղ եւ բիբար է լցնում այսինքն։ Ահա։ Եվ սա անցկաց հիմա Գինին ես եմ հյուրասիրում։ խառնելու։ Շնորհակալություն Հովանես։ Լցնում ենք այստեղ սխտորը։ Դեպ նկատեք, սխտորը ոչ թե լցնում եմ տապակի մեջ, այլ անմիջապես այստեղ։ Հիմա մենք խառնելու ենք ձվի մեջ լցնելու ենք մեր սաղմոն ձուկը։ Կրկին խառնելու ենք ձուն ձուկը եւ մենք այստեղ ունենք սամիտ։ Դե հիմա տառերի սկզբով շատ մոդայիկ է ձձ։ Օ չէ, շատ ակտուալ թեմաներ կան հիմա։ Հիմա կխառնենք տապակի միջի սոխին եւ կարտոֆիլին, որոնք այնտեղ միասին միաձայն տապակվում են։ Կավելացնենք սխտորը, 4 ձուն, սաղմոն ձուկը, աղը եւ պաղպեղը։ Ապա Մի խոսքով այս բաղադրատոմսը որքան շատ խառնենք, այդքան լավ սկզբունքով է առաջնորդվում։ Թթվածները չենք խառնում, ուղղակի հատվածներով, մեր 100 գրամ յուղային։ Հովանեսը կարծես թե այդքան կողմ չէր այդ գաղափարին, նկատվեց այստեղ անհամաձայնության այսպես ելևէջներ, որքան որ իրենք հալվեն, այնքան էլ պետք է հալվեն։ Հիմա վրան լցնելու ենք սամիթը, որը ձուկը շատ է սիրում, կարտոֆիլը շատ է սիրում։ Ես են չարաճճիների նման ուրիշ բան չունենք մեջը խառնելու։ Հովանես խառնել ես ուզում։ Կարող ենք սա կափարիչով փակել, ինչ հետո պանիր, պարմեզան է։ Չէ, պարմեզանը է, ես վաղուց ոչնչացած կգինի։ Հա, կա պարմեզան։ Պաուզա։ Այստեղ Ահա, տեսեք։ Ոնց որ ոսկերչական որևիցե մի իր, եթե դուք տակ ես գինու հետ մի փոքրիկ պատահել։ Դանակը Շնորհակալություն։ բայց շատ պինդ է։ Այդպես էլ պետք է լինի։ Ահա։ Որտեղ 3 տեսակ կա պարմեզանի։ Եւ վերջ։ Բայ կարելի է եթել Մենք թողնում ենք 3, 4 կամ 5 րոպես արդեն կնկատեմ։ Գազօջախի ամենաուժեղ կրակն է բարձրացրած, փակել ենք չեմ բացելու, որպեսզի մեր ամլետը, սոմբրերոն տեսնենք ինչպիսին է լինելու։ Հետո ես տեղափոխել եմ արդեն մեծ մատուցման ափսեի մեջ, արտաքին ես վստահ եմ, որ շատ նման է մեր գլխարկին։ Դե վերցրու գինին։ Վերցնեմ գինին։ Քանի որ նրա հաշիվը արդեն փակված է։ Հովանեսին դուր չեկավ այսօրվա էթիկայի կանոնի վերաբերյալ այդ մի փոքրիկ դրվագը։ Շնորհավոր ենք երևի թե բոլոր գրականագետներին, գրողներին եւ առասարակ մշակույթի սիրահարներին երեկվա կապակցությամբ, քանի որ գրքի տոններ անտարբեր չմնանք այդ տոնի նկատմամբ եւ գիրքը միմյանց նվիրելու տոններ։ Հովանես, հիշում ես Ես այո, դա եմ ասել, ես սպասում եմ դեռևս որպեսի Անին իր ուրեմն Facebook-յան կայքում հավաքի այն 1000 հավանությունը, որի շնորհիվ նա նվեր կստանա գիրք եւ ես խոստացել եմ, որ եթե հանկարծ
այդ հավանությունները չստանա 1000, հա, ես այդ գիրքը անպայման Քանիստ է հիմա։ Մինչև ամսի Անի որ 17-ն էր։ երեք Կիրակի էր, ես այդ առիթը բաց թողեցի, բայց կսպասենք երբ է ավարտվում։ Ավարտվել է արդեն, Ավարտվել երբ կարողացա ստանել Եվ այդ ես 1000 լայքը։ պարտավորվում եմ գնել այդ գիրքը Անիին նվեր։ Այ տեսնում եք, Այ ուղի Դուք եթերում չկարողացաք օգնել ոչ ինձ, ոչ ես Հովհաննեսին։ օգտակար կլինեմ այդ հարցում։ Եվս մեկ անգամ շնորհավոր ողջ մշակութային այսպես զանգվածին։ Նու կարծում եմ գիրք միմյանց նվիրել կարելի է ոչ միայն գրքի տոնի օրվա արդիվ, այ առասարակ, Եվ եթե ընթերցել եք որոցե գիրք, կարելի է այն պարզապես փոխանցել։ Եվ գիրքային միակ հետաքրքիր տեղն է նվերն է, որը կարելի է անառիթ նվիրել եւ դրանով իսկ արդեն ստեղծել մի առիթ հետաքրքիր Եվ առիթը ստեղծել եւ տրամադրություն։ հավաքվել այդ գիրքը քննարկել կարդալուց հետո, այ եւ մի գավաթ այո գինու շուրջ։ Վաղը մենք այդ հնարավորությունը կունենանք, որտեղ անի շնորհիվ վաղը մեզ հաճախելու է մի երիտասարդ գրող, հա, որքանով հասկացանք, որ այդ միասին մենք առասարակ կքննարկենք նաեւ արդիական գրականությունը։ Այս բան եթե կընդհատվենք մինչ խոհանոցում կավարտվի սատենիկ աշխատանքները, գնանք ընդմիջվան դիտենք եւս մի երաժշտություն, հույսով եմ կրկին մեր ճաշակին համապատասխան Դարձյալ գովազ, դարձյալ գովազ, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կհյուրընկալենք մեր երկրորդ հյուրին։ Հետաքրքիր։ Далеком королевстве у маленькой принцессы волшебный есть шампунь. С ним мишек глазки и волосы сияют. Дилин-дилин-дилин. Johnson's Baby փայլուն խոպոպները մետաքսի պրոտեինով եւ արգանի յուղով դարձնում է մազերը փայլուն եւ մետաքսյա։ Johnson's Baby միշտ ավելին։ Շահավետ առաջարկ Fast Credit-ից։ Ստացեք բիզնես վարկեր 11%-ով մինչև 10 տարի մարման ժամկետով առանց գնահատման եւ ապահովագրության վճարների։ Վարկավորման որոշումը 1 օրում եւ այդ ամենը պարզ եւ արագ։ Fast Credit մանրամասների համար 510 000 կամ 3W.fastcredit.am Են որ սիրտը քաղցր ա ուզում Jax Են որ այնքան համով ա որ հաք ուտես Jax Են որ քիչ ա համով ա մի բան էլ օգտակար ա Jax վանի Jax շոկոլադ Jax ելակ Են որ մտածում ես բալավ այս ընձուղտն ինչ կապ ունի Կին BAM վարկեր առանց գրասենյակ այցելելու հաշված րոպեների ընթացքում առանց գրավի ու երաշխավորի։ Կին BAM առաջին ամբողջովին on-line վարկավորման համակարգը Հայաստանում։ Ինչ մենք ուղի եթերում ենք, կռայցիկ որ ուղի եթերում ենք, որտեղ հենց հյուրերից մեկը Երբ աշկզում եթերը։ Արդեն եթերում ենք։ Արդեն։ Խնդրեմ, հենա, տեսեք, ձեզ այնտեղ տեսնում եք։ Լավ, ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, մեր այսօրվա հյուրն է Արեն Մալաքյանը, որի մասնագիտությունը առասարակ կինոն, եւ Վոլդեմար Մխիթարյանը, որի մասին այսօր կխոսենք եւ երևի թե սկիզբը հա ներկայացնելու թե ինչ թեմատիկ ինչի մասին ենք խոսելու, ներկայացնես ես դու Արեն, մենք համացանցից քիչ թե շատ ծանոթ ենք։ Խնդրեմ, ինչպես սկսվեց այս պատմությունը։ 2 տարի առաջ ես պատահական իրան հանդիպեցի Աբովյան փողոցում, ինքը գտնեց գիշերվա ժամը 2-ին ամռանը լապտերի տակ նստած գիրք էր կարդում։ Ես թվում է յուրաքանչյուր ռեժիսորի կհետաքրքրի այդպիսի պերսոնաժը։ Հետո սկսեցի իրան ուսումնասիրել, հասկացա, որ ինքը բոլոր մշակութային միջոցառումներին է գնում ու իր կյանքի հիմնական մասն է կազմում։ Հետո Էդգար Բաղդասարյան ինքն էլ խորհուրդ տվեց, որ հետաքրքիր կերպար կար, եթե ուզում ես իր մասին դոկումենտալ ֆիլմ արա ու ցույց տվեց հենց նույն մարդուն, ում ես արդեն մի ամիս հետևում եմ։ Այո։ Ու այդպես սկսեցինք նկարահանել, բայց սկզբում ինչպես յուրաքանչյուր դոկումենտալ ֆիլմ, չգիտենք ինչի մասին կլինի ֆիլմը, հետո արդեն նկարումների ընթացքում իմացանք, որ ինքը երազանք ունի Փարիզ գնալու, ու այդ էլ դարձավ ինչ-որ սյուժետային գծերից մեկը։ Մոտիվացիա։ Հա, ու վերջերս մեկնեցինք Փարիզ եւ պարոն Վոլդեմարը հայտնվեց իր երազանքի։ Այ ինչպես ստացվեց, հա, այդ երազանքի իրականացումը, ովքեր էին նպաստողները, որ դա իրականանա։ Մենք քանի որ ֆիլմը մեր միջոցներով էինք անում 2 տարի, այդպիսի հովանավորչական մեծ թիմ չկար մեր կողքին, մենք սկսեցինք ինչ որ մարդկանց գրել, հա, Air France-ը օգնեց մեզ Տոմսերի հարցում, Վիկտորը Մնացականյան, ու այդպիսի շատ մարդիկ, ովքեր որ մեր կողքին կանգնեցին ու գնացինք մեկ
1 շաբաթով 7 օր, որպեսզի ինքը այնտեղ ժամանակ անցկացնի ու այնտեղ էլ նկարանեցինք հենց ֆիլմի ավարտը, որ Փարիզում ֆիլմը ավարտվում է։ Պարոն Վոլդեմար, եկեք ձեզ անդրադառնանք, ինչ կատարվեց ձեր կյանքում, ինչ որ փոփոխություն առասարակ ֆիլմի նկարանման ընթացքում տեղի ունեցավ, թե ոչ։ Ուղղակի 60 տարեկանի երազանքը կատարվեց։ Պարզապես դա է։ Հա, ում օգնությամբ ես չեմ անում։ Իհարկե միջնորդը Արենն էր, բայց ինձ թվում է առանց Աստվածի այդ գործը չէր ստացվում։ Մատը խառն է խոսքը։ Այսպեսի մի հարց, ինչն է պատճառը, որ իսկապես Երևանում գրեթե բոլոր մշակութային իրադարձությունների ժամանակ փորձում եք ներկա գտնվել։ Եվ առասարակ մի փոքրիկ անդրադառնանք, ինչ մասնագիտություն եք ունեցել, ինչով եք ապրում։ Ես ինժեներ եմ եղել, իմ հայրս ճարտարապետ է եղել, ես 45 տարի աշխատեցի հաճույքով։ Այդ հաճույքը շատ մեծ բան է ինձ համար, որովհետև 45 տարվա մեջ ես ոչ գծագրի մեջ եմ սխալ արել, ոչ մի անգամ, ոչ վերջնական գործի հետո նկատողություն եմ ստացել։ Շատ ուրախ Սիրել եք ձեր գործը։ Չտեսնված։ Հա։ Ինչի Փարիզ, ինչն էր ձեր երազանքը, ինչն էր պատճառը, որ ուզում եք Փարիզը տեսնել։ Սկսվեց միգուցե 56-55 թվերից ես դպրոցական էի, էֆիրում կար Էդիթ Պիաֆ, Իվ Մանտան, Սիմոնը Սինյորը որպես դերասանուհի եւ շատ իրան։ Ես այդ ֆրանսիական շկոլայի վրա սիրահարվեցի, քանի որ փոքր ժամանակ իմ մայրս երգում էր Վերտինսկի, իսկ այդ Վերտինսկին ռուսական շանսոնն է, եղել, որը գնաց էմիգրացիայից հետո Շալյապինի հետ դուրս եւ 43 թվին, եթե ոչ ասեմ 42 թվից ներեգություն թե խնդրելով թե ոնց խնդրում էր վերադարձ դառնալ, այո։ Վերջապես 43 թվին նա վերադարձավ։ Ստալինը ասել՝ «Պուս դա պայոտ»։ Բառից որ իմաստը։ Այո, չէ, այդ իր խոսքերն է։ Այդ չասեցիք, հա, այդ ինչ եք փորձում ներկա գտնվել բոլոր մշակութային իրադարձություններին։ Դե բացատրում եմ։ Քանի որ իմ մեջ երաժշտությունը շատ մեծ դեր է կատարում։ Մայրս էր երգում էր, հետո Վերտինսկի էր, հետո Ազնաուրը երևաց բանում էֆիրում։ Ես չեմ անում, ես երաժշտության մասին բան չեմ կարող ասեմ, որովհետև ես լող եմ տալիս այդ երաժշտության մեջ։ Մնացածը դե նկարչությունն է եւ ամեն բանը, բոլորը հետաքրքրում է։ Ես չեմ կարող անջատեմ գիրքը երաժշտությունից նկարչությունից չեմ կարող անջատել։ Ես ամեն բան սիրում եմ։ Անցյալ անգամ ես հանդիպեցի երկրորդ անգամ Ստասնամինին, մի հատ գիրք նվերեցի Հայաստանի մասին, ահագին բան գրեցի մեջը եւ Իրանից են նվեր ստացա իր ալբոմը։ Ինչ ասեմ։ Այնց հետաքրքիր ինչ-որ բան փոխվեց ձեր մոտ կյանքում Փարիզը տեսնելուց հետո, որտեղ պատկերացեք ոչ։ Ոչ։ Պարոն Վոլդեմար, ձեր առօրյայի մաքսիմալ անկեղծ արտահայտությունը, չէ՞, պատկերացեք ոչ։ Գրելը։ Ձեր առօրյայի մասը, բացի մշակութային իրադարձություններին մասնակցելուց հետո։ Գրելը կարդալը։ Ինչ եք գրում։ Ինչի մասին, ում մասին եք գրում։ Իմ գրում։ մտքերը, իմ թարախը մեջից հանում եմ, գրում եմ։ Եվ ինչ նպատակ ունեք մեմուարներ հավաքելու, թե դեռևս այդ ձեր։ Ոչ մեկին չեմ տալու։ Որովհետև իմ մեմուարները շատերը չեն ընդունել։ Շատ անձնիվ անկեղծ են գրված դրա համար, թե շատ անձնական են։ Չէ, ուղղակի ոնց է ասեմ։ Ոնց կա։ Պոլիտիկի չի բռնում։ Իսկ գուցե արժի որ օրինակ երիտասարդությունը կարդա եւ գուցե ձեր մտքերին համաձայն լինի շարունակի։ Ես շատ եմ խոսում
թե մեծերի, թե փոքրերի հետ եւ շատերը չեն ընդունում նրանք սիրում են այսօրվա բիզնեսը, այսօրվա հարստությունը, այսօրվա ճոխ ապրելը, ռեստորանային ինձ չի բռնում։ Լավ, մի պահ անդրադառնանք Արենին, այ գաղափարը գերազանց էր, փայլուն գաղափար էր, որտեղ մի քանի օր առաջ մեր տաղավարում անցած շաբաթ էր, կարծեմ, մեզ հյուրընկալել էր Սաշան, ինչպես նրան են անվանում, մեր Սաշան, որը զբաղվում է տոմսերի վաճառքով, գիտեք նրան, որին մենք ներկայացրեցինք եւս մի մարդ անձնավորություն, որը մեր քաղաքի կոլորիտի ինչ որ մի մասունքն է, մասնիկն է, թե կարելի այդպես ասել։ Այ Արեն, քեզ եմ հարցասուղում, քո կարծիքով նկարելով նման մարդկանց նրանց ճակատագրերի մասին ֆիլմ, քո նպատակը որն էր, եւս մեկ ճակատագրի գիր, այսպես ներկայացնել եւս մի հետաքրքրանա, թե որն էր քո նպատակը։ Ուղղակի ցույց տաս այդ մարդուն, այսինքն որպես փաստ որ կա այդ մարդը, ինքը այդպես հետաքրքիր չի։ Իմ կարծիքով հետաքրքիր, քանի որ Երևանյան կյանքը իր աչքերով ցույց տալ, այսինքն մեր այսօրվա խնդիրները, մեր ձեռքբերումները, մեր խնդիրները, մեր միայնությունը, բայց ամբողջը իր տեսանկյունից, իր պրիզմայով ենք անցնում մենք։ Այսինքն ինքը դարձավ միջոց, որպեսզի մենք ցույց տանք իր աչքերով ցույց տանք այսօրվա մեր քաղաքը, թե ոնց ենք մենք ապրում։ Ասում են ռեժիսորը ամբողջովին, երբ որ մի ֆիլմ է նկարում, հատկապես դոկումենտալ ֆիլմ, ամբողջությամբ վերապրում է։ Ինձ հետաքրքիր է քո կարծիքը, քեզ տեսնում ես այս տարիքում, ինչպիսին ես քեզ տեսնում, կամ առասարակ մտածել ես նման բաների մասին։ Երբ որ գնում էինք Փարիզ, ինքնաթիռում այդ միտքը եկավ, որտեվ ինձ շատ հետաքրքիր էր, ինչ ռեակցիաներ մենք կստանանք ֆիլմի տեսանկյունից, երբ որ ինքը իջնի Փարիզում։ Ու ես սկսեցի մտածել, լավ, ես ինչ կվերապրեի, երբ որ 80 տարեկանում իջնեի Փարիզ ու մտածում էի, որ ինձ թվում է, որ էմոցիոնալ եսիմինչ բում դեմքից չի լինի, այդ ամենը կլներ ներսում ու շատ խորքային, ու երբ որ 4 օր մենք այնտեղ արդեն 4 օր անցել էր, ես շոկի մեջ էի, որովհետև իր մոտ տենց էմոցիոնալ ոչ մի բան չէր փոխվում, ու ես կարծում եմ, որ իզուր էր, որ մենք եկանք Փարիզ, եւ երևի ավելի լավ կներ, որ Փարիզը երազանք մնար, որ Եվ այդպիսի մի դեպք եղավ, երբ որ առավոտյան 7-ին ինքը ինձ արթնացրեց ու ասեց, որ ինքը ֆանտաստիկ երջանիկ է, որ տեսավ Փարիզը։ Պարոն Վոլդեմար, ձեզ եմ հարցնում, կա հիմա եւս մի երազանք, օրինակ Նյու Յորքը տեսնելու, Բարսելոնա։ Քանի որ ես ճարտարապետի տղա եմ, ես պաշտում եմ մեր ճարտարապետներին, Ալեքսանդր Թամանյանին, Ռաֆո Իսրայելյանին, ես իհարկե հայրիցս եկած էմոցիաները ճարտարապետության եմ նվիրում եւ դրա համար դեր ասած ճիշտ է, որ միակ տեղը Բարսելոնան է, ճիշտ նշանակետի չեմ ժխտում, որ երկրորդ հավելագրական ֆիլմը Բարսելոնա հնդկական ճարտարապետությունը հին ացտեկների Ու այդպես աշխարհով ման ենք արել։ Եվ արդեն հետո հանդես բարձ է։ Չէ, բանից հետո Փարիզից։ Չէ։ Բարսելոնա։ Բարսելոնայից հետո երևի ոչ մի չի դառնա, որովհետև այդ մի հրաշք էր Գաուդին։ Ես չեմ հասկանում այդ մարդուն ուղեղը ոնց է։ Ոնց է ինքը հարել այդ մեծ եկեղեցին, որ մինչև հիմա հələ չի ավարտված։ Գրեթե ավարտված է, այո։ Գրեթե։ Բոլոր դեպքերում նշում եմ, որ դեռ չէ։ Իդեպ Երևանը ավելի շատ սիրեցիք Փարիզից հետո, այցելությունից հետո, թե սիրեցիք արդեն նաև Փարիզը։ Ես կարող եմ ասեմ, որ ես սիրահարված եմ Երևանի վրա։ Մինչև այս վերջի 25 տարին։ Որովհետև չկնաղ շենքեր չեմ անում ինչ էմոցիաներով վաճառվում են եւ տեղը դրվում է մի հատ նոր վսոտնի շենք։ Ում է պետք, չեմ հասկանում։ Սևան հյուրանոցը, երիտասարդական պալատը եւ այլ բաները։ Իսկ որ անդրադառնամ
Լենինի արձանին, Լենինի արձանը պետք է վերացնել, բայց ոչ թե պաստամենտը, որը Պարիժում Grand Prix է ստացել։ Այո, դեպ դրա մասին միջև հիմա բանավիճում են, արդյոք արժե։ Բանավիճում չի, դա գնդակահարել է պետք։ Ով առաջի անգամ ներկը գցեց պատվանդանի վրա։ Դե շատ ժամանակ էր մարդիկ իդեպ ովքեր ես երբ որ փոքր էի, դեպ այդ պայն այնտեղ գտնվում էի, ասեմ ձեզ, ու անկեղծ ասած միջև հիմա հիշում եմ, այնտեղ ներկա են մարդիկ, ովքեր նաև առասարակ չէին հասկանում, թե ինչի համար է հավաքվել եւ ինչ են անում։ Խնդրեմ, անի, հարցումներ։ Պարոն Վոլդեմարի ներկայությունը եթերում արդեն իսկ դարձավ մի մշակութային տոն, խոսում ենք գրեթե ամեն ինչի մասին եւ գրեթե անհավանական գույների մեջ եւ հետաքրքիր է այս առումով Արեն, ինչ տրանսֆորմացիայի ենթարկվեցիր ինքդ այս աշխատանքի ընթացքում որպես ոչ թե ռեժիսոր, այլ որպես Արեն։ Այդ շատ խորը ու երկար թեմա է, որովհետև սկզբից երբ որ ես սկսեցինք նկարել, լրիվ երևի կարելի ասել ուրիշ մարդ էի ու հիմա երբ որ արդեն ավարտում ենք, շատ տարբեր մարդիկ են, այն Արենը, այս Արենը, որովհետև իր հետ ճանապարհ անցնելով դու անդադ քո մեջ հարցեր է առաջանում, որովհետև ինքը ինչ որ հարցեր բարձրացնում է, որոնք որ ոչ միայն իր ինչի էր ինձ հետաքրիր ինքը, որովհետև ինքը ոչ միայն իր տեսանկյունից է ինչ որ հարց բարձրացնում, ինքը ինչ որ համամարտկային բաների մասին է խոսում։ Եվ այդ օրինակ ես միշտ ասում եմ, որ ֆիլմը նաև միայնության մասին է, որովհետև այդտեղ շատ կա միայնության զգացողությունը, որը ես շատ եմ սիրում ու շատ եմ խոսում դրա մասին, կա ֆիլմում ու հենց մեր միայնության մասին անդադ ինչ որ հարցեր, որոնք որ ինքը բարձրացնում էր, անդադ թե իմ մոտ, թե օպերատորի մոտ այդ նույն հարցերը ամբողջ օրը դու տենց մարսում էիր ու ինչ որ ուրիշ մարդ էիր դառնում ամեն օր։ Ուղեղի մեծ լարում են առաջացնում պարոն Վոլդեմարի հարցադրումները փաստորեն։ Նաև Երևանում իսկապես կան այդպիսի կարելի է ասել իկոնաներ, որոնք որ կազմում են մեր առօրյան, մեր կոլորիտը երևանյան եւ մեր հիշողությունները մեր քաղաքի նկատմամբ, դա Վոլդեմարն է, Մաշա տատիկը, Լևոն պապիկը եւ մի շարք այդպիսի անհատականություններ։ Փարիզում կար միտում գտնելու այդպիսի իկոնաներ, Փարիզի սիմվոլներ եւ արդյոք հաջողվեց, արդյոք հանդիպեցիք նման կերպարների։ Փարիզյան Վոլդեմարին։ Չէ, այդպիսի նախ միտում չկար, որպեսզի գնանք ու Փարիզում ինքը գտնի, եւ նկարահանումներից հետո մենք միևնույնն է, հիմա որ ֆիլմը հավաքում ենք, արդեն սցենար այդպես է գրում, որ միևնույնն է ինքը նույն Վոլդեմարն է մնում Փարիզում, ինքը ոնց որ այստեղ օպերայի այդ բաներին ծտերին է կերակրում, ինքը նստում է սցենայի ափին ու սկսում կերակրել, այսինքն այդ միայնությունը, որը կա այստեղ Երևանում, այդ իր մեջի պայքարը, նույն ձևի ինքը հայտնվում է Փարիզում, այդ երազանքը բան իրականում ոչինչ չի փոխում մարդու մոտ։ Հա ինքը երազանք է, որ գնամ տեսնեմ, բայց ինքը քո կյանքը չի փոխի։ Արեն, իսկ խնդրությունը վավերագրական ֆիլմի կլինի, կարողանա հանդիսատեսը, որ արդեն սիրում է պապիկին, ճանաչում է, որ կարողանա դիտել ֆիլմը։ Ցուցադրությունը կհանձնեք դուք։ Ամռանը, հա, ամռանը արդեն պատրաստ կլինի ու կբարձրանանք մեծ էկրան, որտեղ նախ շատ ենք ուզում, որ դոկումենտալ կինոն եւ առհասարակ հեղինակային կինոն էկրաններին գնա։ Ես կցանկանայի պարոն Վոլդեմարին եւս մեկ հարց տալ, այ որպես տարեց մարդ, որը իր ողջ կյանքը նվիրել է ինչ-որ մի մասնագիտությանը եւ բարեբախտաբար սիրել է այդ մասնագիտությունը, կա ինչ-որ մի ընդհանուրացված հորդոր կամ միգուցե խորհուրդ, ինչ-որ մի երազանք ձեզ մոտ ամեն դեպքում կատարվեց, հա, որը դուք կուզենայիք հիմա ասել երիտասարդներին, այդ թվում ինչու՞ չէ նաեւ ֆիլմի ռեժիսորը։ Որպես 80 տարեկան մարդ ես շատ էի ուզում հրաժարվել այդ պայեսկայից, բայց քանի որ Փարիզում իմ ընկերները, որոնք վերջերս մահացան, իր ընտանիքին ես շատ մոտիկ էի, ես ասեցի, գոնե իրանց է կտենամ, չնայած նայեցի, տեսա Լուվրը, իմպրեսիոնիստների մուզեյը, ես ես մենակ մի բան կասեմ, ոնց ուզում հասկանա, այդ ծամծված Մոնալիզան իմ վրա չազդեց, ինչի համար, ես 50 տարի այդ նկարը տեսել եմ, լավ արտապագրված, վատ արտապագրված, մի հաշիվ է, բայց Դավինչին մնում է Դավինչի, և Մադոնան, այդ ով չի տեսել, ով երազել ատերն է, իրանց համար Մադոնան բարձր է, բայց Նոտր Դամը,
Շատ ներողություն։ Կրվի ժամանակ Չերչիլը Ստալինին ասեց, ինչքան ուզում ես օգնություն տամ, Իսակին ինձ նվիրի, ասեց ոչ։ Արժեքը ինչ է։ Իսակի Սաբորը մի ուրիշ դեպի Նոտրդամ էլի։ Ամեն դեպքում ես որքանով հասկացնում եմ, որքանով էլ ասում եք, որ առանձնապես բան չփոխվեց Փարիզ այցելուց հետո, լցված եք այդ տպավորությունները։ Դե իհարկե չեղած տեղից բալ ավելացավ իհարկե։ Ինչի մասին է խոսքը։ Ես այսքան ախմախ չեմ, որ չհասկանամ սրա շքեղությունը։ Լենինգրադի 100 անգամ բարձր մեծ քաղաք, որի ճարտարապետությունը նույնիսկ ավելի բարձր է, քան Լենինգրադի։ Չնայած նմանություն մի քիչ կա, հասկանալի է։ Ամբողջ Լենինգրադը, արժույթ Սանկտ Պետերբուրգը հենց կառուցվել է Եվրոպայի տպավորության ազդեցության ներքո։ Ֆիլմը բնականաբար դոկումենտալ ֆիլմ է, հա, ցավոք սրտի այսպես առաջ չընկնենք, բայց ենթադրվում է, որ կոմերցիոն տեսակետից այդպես ակնկալիքներ առանձնապես չպետք է լինեն։ Սա ինչ է, սա ռեժիսորի կայացման ընթացքում եւս մի քայլ է, թե սա որպես Հայաստանում ինչ-որ երիտասարդի ամբիցիաների իրականացում է, թե քաղաքի մարդկանց եւ պատմություններին անտարբեր չմնալն էր։ Ինչն է բուն պատճառը։ Ես կարող եմ պատասխանել, երկուսը միասին։ Okay։ Ես համաձայն եմ, որ համատեղված են, որովհետև թե ամբիցիաներ կար, որ հեղինակային կինոն զարգանա, թե կար տեսանկյուն, որ որպես հեղինակ, որպես ռեժիսոր մի քայլ էլ անես, որովհետև այն ինչ որ մինչև այդ արել ես, դեռ շատ թերի է, շատ բան է, հիմա ինչ որ մի նոր քայլ ես ուզում անես, որ գոնե մի երկու աստիճան բարձր կլինի, բայց հիմնական պատճառը այն էր, որ քաղաքի այս կոլորիտը ներկայացի ու շունչը լինի այս ֆիլմում։ Հայ հետաքրքիր է, ինչպես եղավ առաջին հանդիպումը եւ ինչպես ընդունեցիք Արենի առաջարկը։ Երազանքի իրականացումը, ֆիլմի նկարահանվելը, ձեր կյանքը ներկայացնելը հասարակության, ինչպես ընդունեցիք այդ փաստը։ Ես մի քիչ քրիստոնյա խոսքով ասեմ, միամիտ մոտիկ ես այդ հաստին, միամիտ։ Շատ քրիստոնյա խոսք։ Եվ ուղիղ մտքով ընդունեցի, բայց ասեցի, ես ով եմ է։ Սեպտեմբերին Իսրայելից մի հատ նկարիչ էր եկել, հայկական ցուցահանդես էր Իսրայելի մասին, հայ եկեղեցական էր ներկայացնում, մի հատ մարդ մոտիկ ասավ, ասում կարելի է դες ֆոտո անել, ասում եմ ինչի համար, այդ ինչ եմ ես ներկայացնում, որ բոլորը ուզում են ինձ ֆոտո, ասում ու тебя живое лицо։ Մյուս օրը իրար ցուցահանդեսներ, որը կոչվում էր Արմյանսկի գլազա, եւ մաստեր կլասի ժամանակ պատին իմ պորտրետը, արդեն ցուցա։ Մեր հասարակության, չավարտեցի։ Հրաշք պորտրետ էր արել։ Մեր հասարակության մեջ մարդիկ շատ են սիրում այսպես պահել անջրպետ մեկը մյուսից եւ շփման մեջ այդքան էլ մտերիմ չեն եւ պահում են այսպես հեռավորություն։ Ես ոնց կամ, ոնց Աստված ինձ ստեղծել է, ես այդպես եմ մնացել եմ մինչև այսօր։ Ինչով եք այ առաջնորդվում, ո՞րն է տեսլականը, երբ մարդկանց հետ այդպիսի մտերմություն եք ստեղծում եւ բոլորի համար դառնում եք հարազատ։ Քույրիկ ջան, ես չեմ կարող հասկանամ այդ պատճառը եւ հետաքրքրություն չեմ կարող ասել։ Լավ, շատ շնորհակալություն որ այսօր եկաք, կարծում եմ մենք բոլորս նաև թվում մեր ստեղծագործական անձնակազմը հուշի ուշով հետևելու է երբեք կայանալու ֆիլմի պրեմիերան, անպայման հույսով կհրավիրենք, կմասնակցենք եւ կկիսվենք տպավորություններով մեր եթերից։ Շնորհակալություն, պարոն Վոլդեմար, որ այսօր եկաք, ձեզ ամենակարևորը երջանկություն, առողջություն եւ երազանքների իրականացում։ Ոչ, բավական է։ Այս պայմանը կապենք գովազդով, որից հետո կշարունակենք համեցեք։ Խոսելիս, լսելիս, աշխատանքում, հուզական, վայելուչ,
Մի քայլ առաջ, երկու քայլ վերև, անկեղծ ցանկությամբ, սիրահարված, էներգիայով և վերելքում, մտածելիս կամ վարկյանի մեջ։ Կիսեք շոկոլադի հաճույքը, կաթնային շոկոլադի սալիկներ, Grand Candy։ Սուպեր շաբթին ներկայացնում է շահողների մրցարշավային աղյուսակը այս պահի դրությամբ։ Հակոբ Խաչատրյան, Քաղաք Արտաշատ, 100,000 դրամ։ Կնոջս մտքով անցել է, որ պետք է շահենք ու շահել ենք։ Սուպեր շաբթի, շահումային ֆոնդը դեռ սպառված չէ։ Նրբության պակաս կարող է առաջանալ ցանկացած պահի։ Nestle կաթնային շոկոլադը քո նրբության իդեալական պաշարն է ողջ օրվա համար։ Nestle կատարյալ նրբություն, որակը Nestle։ Վերջ տուր հազի 2 տեսակներին Հերբիոն օշարակների օգնությամբ, նախատեսված հազի 2 տեսակների համար։ Հերբիոն 2 հազ, 2 մոտեցում։ Անգլիական աշխարհահռչակ Clarks ապրանքանիշի աշուն ձմեռ հավաքածուն արդեն կարող եք ձեռք բերել 50-ից 70% զեղչով։ Նորարարական լուծումներով հատուկ մշակում անցած բարձրակարգ, ճկուն ու հարմարավետ Clarks կաշվե կոշիկներ եւ աքսեսուարներ ձեր ընտանիքի համար։ Clarks, վայելիշ յուրաքանչյուր քայլդ։ Ձեզ ծանոթ է այն զգացողությունը, երբ անհարմար եք զգում վկնացությունից։ Էսպոմիզանն արագ եւ արդյունավետ վերացնում է գազերը։ Ամբողջովին դուրս է բերում դրանք օրգանիզմից, եւ դուք վերջապես կարող եք ազատ եւ ինքնավստահ լինել։ Էսպոմիզան վկնացության համար։ Կան հակացություններ։ Միշտ կարդացեք դեղի օգտագործման հրահանգը նախքան կիրառումը։ Карамель, орехи, шоколад, ботинок, пол, танцуют все. Золотой степ. Не танец, а конфетка. Славянка. Միայն Յուքոմում։ Ձեռք բերեք Android համակարգով մեծ էկրանով եւ 4G հնարավորությամբ Alcatel Pixie 4 սմարթֆոնն ընդամենը 39900 դրամով, առանց որևէ պարտավորության։ Ավելին, 3 ամիս շարունակ ստացեք U1500 կանխավճարային սակագնային պլանի ներառումները անվճար։ Յուքոմ, կապի միասնական օպերատոր։ Բայց հաճելի էր ամեն դեպքում շփվել նման պապիկեր։ Ճիշտ է, հետաքրքիր է, որ նա ինքը չի գիտակցում, թե ինչու է այդքան ուշադրության արժանացել, բայց կարծում եմ այսօր հազվադեպ կհանդիպես փողոցում 80-ամյա տղամարդու, որը բացի նրանից, որ չի փորձում է բոլոր մշակութային իրադարձությունների ներկա գտնվել, ապրում է ակտիվ ու արտահայտում է իր կարծիքը, շփվում է մարդկանց հետ, գրառումներ է իրականացնում, ինչ ես կարծում անի։ Շատ ես հանդիպել 80-ամյա տղամարդկանց, ովքեր նման ակտիվություն են ցուցաբերում։ Հովանես, կարծում եմ, որ մեր առօրյայում այսօր, իհարկե չեմ հանդիպել, բնականաբար նրանք շատ քիչ են այսօր, բայց մեր առօրյայում կա մի իրականում շատ մեծ խնդիր անջրպետ բոլորիս միջև, որը որ առաջացել է, եւ այն մտերմությունն, այն այսպես մի ընտանիքի զգացողությունը շատ քիչ ես հանդիպում, երբ հանդիպում ես պարզապես օտար մարդկանց։ Նրանք քեզ համար իրոք օտար են հասարակության մեջ եւ ահա այսպիսի մարդիկ են, որ կարողանում են ընդհանուր մի զգացողություն, մի ընդհանուրի զգացողություն առաջացնել, թեկուզ հենց փոքրիկ քաղաք Երևանում, փոքրիկ թվականակ բնակչության մեջ եւ այդ ամենով ստեղծել ուրույն միջավայր, մտերիմ միջավայր, որը որ թույլ է տալիս մեզ միմյանց նկատմամբ հոգատարության զգացումների հիշել, ուշադրություն ցուցաբերել մեկս մյուսի նկատմամբ եւ պարզապես հիշել, որ փոքրիկ այսպիսի շփումներով է, որ կարելի է իսկ իրականում հաղթահարել մեծ դժվարություններ։ Փոքրիկ շփումներով, բայց մեծ երազանքների իրականացմամբ։ Այ 80 տարեկան պապիկին հաջողվեց վերջապես այցելել Փարիզը ու շատ անկեղծ դեպ պատասխանեց, երբ ասեց, որ առանձնապես ոչինչ չփոխվեց նրա կյանքում, ու իրականում կարծում եմ սատանիկ համեմատես շատ բան։ Բայց իվերջո խոսելուց մենք հասկացանք, որ շատ բան է փոխվել, առաջին տպավորությունն էր, որ ոչինչ չի փոխվել։ Միևնույնն է կմնա, նույն այն գիշերը, որ ինքը քնում է, անցկացնում է իր մահճակալում, այդ տպավորությունները իր մեջ հաստատ մնացել է, վստահ եմ, որ փոխել է։
Շատ անկեղծ, շատ ոնց որ ասած միամիտ ձևով ես իմ երազանքի մեջ ընկա, թե ինչու եմ միամիտ ձևով այսպես ապրում ու բոլորի ուշադրությունն եմ գրավում, մի արտահայտություն նաև արեց, որ ամեն ինչ Աստծո կամոք է լինում, ես համամիտ եմ իր հետ, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում, արժանացել է հենց 80 տարեկան հասակում իր երազանքի այդ հատվածին է հասել։ Ինձ անկեղծ ասած մի իրավիճակ կա, մի փաստ կա, որը չափից ավելի շատ ոգևորեց, քան այս ամեն ինչը, դա հենց Արենի Մալաքյան գաղափարն էր, այսինքն ինձ բավական ուրախացնում եմ փաստը, որ նման երիտասարդներ կան, որոնք դրա համար հարցրեցի նրան, սա ինչ էր իրականում։ Կան մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը, կինոարտադրության եւ առասարակ մշակույթի մեջ տեսնում են այլ նման կերպ, տեսնում են այլ մարդկանց ճակատագրերը, պատմությունը փաստելու, մի հետաքրքիր պատմություն իրավիճակ ներկայացնելու եւ համոզված եմ, որ նրա միտումները բացարձակապես կոմերցիոն չէին, ես ողջունում եմ նրան, որտեղ հիմա չգիտեմ համաձայն կլինեք թե ոչ, բազմաթիվ ֆիլմեր կան այդ հումորային ժանրի, որոնք բնականաբար հետապնդում են նաև կոմերցիոն նպատակ, կան ստեղծագործներ, անհատներ, դերասաններ, ովքեր այսպես տարաջանել են, անջատել են իրենց կյանքը երկու մասի, մի մասով ներկայանում են հանրությանը որպես հասարակական գործիչներ, կյանքին ոչ անտարբեր մնացած մարդիկ, մեկ այլ քայլով ներկայացնելով հումորային ֆիլմեր, այնտեղ մարմնավորվում են բոլորին այլ կերպարներ եւ առասարակ հանդես են գալի այլ կերպ, այսինքն նրանց մոտ այսպես շատ փայլուն ստացվում է սողանցել կոմերցիայի, բիզնեսի եւ կյանքի իրականության մեջ, այն մարդիկով, ինչպիսին Արենն է, ազնիվ միտումով, ազնիվ նպատակներով գործելը, բնականաբար այդ ժամանակահատվածանը նա կարող էր ծախսել մեկ այլ իրավիճակի վրա, բայց կարծում եմ այդ նման մարդիկ իրականում արժանի են հարգանքի, որտեղ պարոն Վոլդեմարի անունն է անդադ այսպես շարքվում, իհարկե պատմություն հետաքրքիր է, բայց եկեք ողջունենք այն մարդկանց, ովքեր անմիջապես այդ գաղափարի իրականացման, ուրեմն ջատագողներն էին, Արենան եզակի երիտասարդներից է, որը հարգանքով է վերաբերվում մեծերին, նրանց փորձին, որտեղ նշեցիք Էդարդ Բաղդասարյանի խորհրդով նույնպես առաջնորդվեց։ Ես կցանկանայի իմ կողմից, եթե թույլ տաք օգտվելով արիթ, այլ նման խրախուսեի նման մարդկանց, նման երիտասարդների, որովհետեւ նրանք առաջ գան, նրանք շարունակեն գործունեությունը, կցանկանայի եւս մեկ անգամ ողջունել Արենին եւ շնորհակալություն հայտնել նման նախաձեռնության համար, որտեղ ինչպես Եվանին նշեց, այո, նրանք մեր քաղաքի փոքրիկ խորհրդանիշներն են եւ եթե նրանց չլինի արժանի մոտեցում, արժանի հարգանք եւ պատիվ չցուցաբերվի, ապա մենք իրականում կկորցնենք մեր ինքնություն եւ քաղաքի կոլորիտը։ Դրանց միջոցով մենք բոլորս կարողանում ենք ունենալ մեկ ընդհանուր հիշողություն եւ հենց այդ հիշողություններն են, որ կազմում են մեր կյանքը եւ կապում իրար բոլորիս եւ այդ առումով այո, Արենը իսկապես կապեց եւս մեկ անգամ հստակ կերպով իր ֆիլմի, իր աշխատանքի միջոցով բոլորիս ճակատագրերը մի պահ իրար, այդ հիշողության միջոցով։ Իսկապես ապրենք սիրով բոլորս եւ հոգատարությամբ միմյանց նկատմամբ եւ կյանքի ցանկացած տարիքում չկորցնենք երազելու ունակությունը։ Այդ երազանք ես կարծում եմ չի մնա իր ուրույն տեղը վստահ է։ Իսպանիան էր, Բարսելոնան էր, Սաթենիկ, ասեցի իմ մոտ ինչ որ երազանք։ Նյու Յորք, այո։ Դե կարծում եմ ինչպես պարոն Վոլդեմարը ասեց, հաճախելուց հետո քեզ մոտ կարծում առանձնապես ոչ մի բան չի փոխվի։ Այ կտեսնենք անպայման ես կարծիքով իմ էմոցիաներով կիսվեմ ձեզ հետ։ Կարծում եմ եւ վստահ եմ իր ուրույն տեղ ամեն դեպքում կգտնի ֆիլմը, որովհետեւ տաշված քարը գետնին չի մնա այս երկու տարիների ընթացքում տաշվել այդ հարաբերությունները եւ անկեղծությունը, որը կար այդ ֆիլմով եւ ֆեստիվալներ կա վավերագրական ֆիլմերի, ես վստահ եմ, որ կշահի է շատ ուրախ կլինեմ։ Իսկ հիմա ուզում եմ անդրադարձ կատարել իմ այսօրվա, այո, որը նման է գլխարկի, ասեք, որ իսպանական իսկապես այո, ինքը շատ համեղ է լինելու, ես տաքուկ եմ պահել, որպեսզի մենք կարողանանք տակ վայելել այնինչ այսօր ես պատրաստեցի եվրոպական ուտեստը իսպանական այցելելով Վոլդեմարի շնորհիվ մեր բոլորի կողմից սիրված, այո, Փարիզը, Ֆրանսիան։ Դե ինչ հետաքրքիր կրկին մի եվրոպական երկիր ես կայցելեմ իմ խոհանոցային հատվածով, մինչ վաղը մնացեք բարյավ, հաջողություն։ Դե ինչ այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ Թեժակցիա